Դե ինչ վերադարձան գովազդից եւ մեր տաղարում է մեր այսօրվա արդեն երկրորդ հյուրը։ Հունիսի 25-ից 29 Երևանում եւ Գյումրիում կայացավ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել էր հայտեր 95 երկրներից։ Մրցույթային ծրագրում ընդգրկվել էին 39 ֆիլմ 22 երկրից։ Ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր, հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր Սոսո Բլիածեն։ Ժյուրիի անդամները դերասանուհի պրոդյուսեր Ինա Խոջամիրյանը, կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը, մրցանակները 12 անվանակարգերում էին։ Մեր տաղավարում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը, ում հետ կամփոփենք փառատոնի արդյունքները։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, բարի լույս։ Այսօր ասենց մեկնարկը դեղին ակնոցով, գունավոր, ինչ-որ ասենց հետաքրքիր վայբը, ոնց ասենք, հետաքրքիր տրամադրություն փոխանցող էր, շատ ամառային, արդեն կարող ենք վերջնական ամփոփենք, հետո առավել մանրամասն խոսենք, ինչպիսին էր այս տարին, բացի այդ տրամադրությունը։ Դե մենք իրականում մեր ֆորմատը շատ հետաքրքիր է, երբ մենք սկսում ենք Երևանից, հետո գնում ենք ինչ-որ մի մարզ, կամ հակառակ, ինչ-որ մարզ ենք գնում, հետո վերադառնում ենք Երևան։ Այդ ֆորմատը լավ է նրանով, երբ մենք գնում ենք մարզեր, այդ ժամանակ բոլորը մնում են մի հյուրանոցում կամ երկու իրար մոտ հյուրանոցում եւ առավոտից երեկո այդ բոլոր կինոռեժիսորները, կինոգործիչները իրար հետ քննարկումներ, աշխատանք ու շատ արդյունավետ է ու շատ մտերմիկ ենք դառնում մի ընտանիք, պատկերացրեք նույն տեղում են օրինակ Կանից ինչ որ ֆիլմեր ներկայացրած հաղթած ֆիլմերի ռեժիսորներ, մեր երիտասարդ ռեժիսորները Հայաստանից եւ այդ բոլորը իրար հետ շփվելով, քննարկելով, քննարկումներ կազմակերպ workshop-երի շնորհիվ տարեստարի մենք տեսնում ենք թե ինչպես են մեր հայ երիտասարդ ռեժիսորները աճում եւ աճում եւ աճում, որովհետեւ ես անընդհատ կրկնում եմ, առաջին մեր կինոփառատոնը երբ սկսեցինք, կային 5 ֆիլմեր, 4 ֆիլմեր ուղարկված Հայաստանից նկարված, բայց դրանք անգամ ֆիլմ չէին կարող համարել, որովհետեւ մենք նստել էինք ու մտածում ենք, թե եթե ես ընտրենք այս ֆիլմը, թե ֆիլմ չի, որովհետեւ շատ ահավոր էր ու շատ sense մի տեսակ հիասթափեցնող էր։ Իսկ տարի ավելացավ, հիմա մենք այս տարի խնդիր ունեինք, այնքան լավն էին ֆիլմերը, որ չենք կարող իրար հետ արդեն ինչպես միջազգային ֆիլմերի հետ կապված մեր ազգային ֆիլմերը նույնպես չենք կարող ընտրել, որովհետև մեկը մեկից լավն էր։ Ասենք մի բալով, մի ձայնով անցան շորտ, հա, հետո որ այդ շատ ուրախալի է այդ փաստը, քանի որ մենք տարեստարի աճ ենք տեսնում այդ ամենի մեջ։ Այս շատ հրաշալի, քանի որ ես հենց այդ հարցն եմ տայի, արդեն 9-րդ միջազգային կինոփառատոնն էր սա, եկեք հասկանանք ինչով էր տարվում նախորդ տարիների եւ ասացիք, որ նկատում եք աճ երիտասարդների հետաքրքրվածություն, ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ։ Լավ փառատոնը, որովհետեւ մենք կարևոր գործ ենք անում, ու այդ շատ կարևոր մասա մեր մշակույթի մեջ, կինո ոլորտի մեջ պետք է լինի ինչ-որ մի միավոր, այսինքն ունենք մենք Ոսկե ծիրան, Ռեանիմանիա եւ այլ փառատոններ, որոնք ավելի իհարկե կարճամետրաժել են ընդունում, բայց Ոսկե ծիրանը ավելի հասուն, ավելի հեղինակավոր այդ առումով մեծ ֆիլմերի ու ուրիշ արդեն մակարդակի վրա է, բայց մեր փառատոնը հենց այդ սկսնակ նոր ռեժիսորներ, որոնք ուզում են ուղարկեն, քննարկվեն իրենց ֆիլմերը, ինչու՞ չէ գնահատված լինեն, կարողանան հասկանալ, թե ճիշտ ուղղության են գնում։ Այդ սկզբի, այդ, չգիտեմ, ինչ-որ ծնողական գուրգուրանքով, տես տակությամբ մեր այդ բոլոր ռեժիսորներին, թե դրսից, թե ներսից հրավիրում ենք, իրար հետ քննարկում ենք, շատերը հասկանում են, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակեն իրենց ֆիլմերը, մարդիկ կային, որոնք այդքան էլ չէին հավատում իրենց ֆիլմերին, երբ որ արդեն հանդիսատեսը նայում է եւ հեղինակավոր ժյուրին սկսում է գնահատել եւ արժեքավորել այդ տվյալ
ֆիլմը արդեն սկսում է զարգացվածություն, սկսում են գալ, մենք հիմա այն ֆուտբոլի թմերի նման ունենք մեր բաները, բալեշիկ ոնց հայերեն երկրպագուները, որոնք ավտոբուսներով, մեքենաներով մեր հետ գալիս են։ Միշտ մարզ անկախ մեզանից։ Մենք ոչ ֆինանսավորում ենք, ոչ ինչ-որ տեղ ենք իրենց համար տրամադրում։ Մարդիկ գալիս են, դիտում են, քննարկում են ու շատ կարևոր բան ասեմ, այս տարի մեր համար շատ sense կարևոր տարեր են բանից, որ մենք հասկացանք, որ մենք արդեն մի փուլել ենք աճել այն առումով, որ մեր արդեն սեանսներին այլ տեղ չկար։ Կրկնակի երակի անգամ շատ էին գալի եւ մենք հասկացանք, որ մեր դահլիճները պետք է արդեն մեծացնենք, մյուս տարի արդեն շատ ավելի մեծ դահլիճներով ենք անելու, որովհետեւ հերթով էին մարդկանց հերթի տակ էին դնում, որ sense հերթով գային մտնեին, դուրս գային, դեր չէր եղել այդքան շատ։ Այո, նույնիսկ ես եւ իմ կուրսը չկախացավ, նույնիսկ տեղ չգտա, որպեսզի ներկա գտնվի։ Մյուս տարի, հա, այդ արդեն կուղենք, որովհետեւ հասկացանք, որ արդեն սիրված է մեր փառատոնը, շատ կարևոր է եւ հենց փառատոնից հետո արդեն կինոռեժիսորները սկսում են նոր ֆիլմեր նկարել կամ արդեն ասում են, որ մենք մյուս տարի անպայման կդիմենք ու ցկտում են դիմել, գալ, հետաքրքիր ժամանակ անցկացնել, զարգանալ, workshop-երի մասնակցել։ Ռոբինզոնը դարձավ լավագույն կարճամետրաժ ֆիլմ, եթե բանով չեմ սխալվում, Մարիաննայի ֆիլմներ։ Հա, հայկական։ Հայկականներից։ Մի քիչ խոսենք հաղթողների մասին, անվանակարգերի մասին, ինչ հաղթողներ կան, ինչ հաղթողներ ունենք, ժյուրին ինչ սկզբունքով ընտրեց հաղթողներին։ Իրականում այդ շատ հետաքրքիր է, երբ մենք ինքներս պատկերացրեք, մեզ գալիս է մոտ 1000 ֆիլմ ամեն տարի։ Եվ մենք այս տարի ռեկորդեր 95 երկիր, պատկերացնում եք 95 երկիր։ Եվ այնպիսի երկրեր կային, ես անգամ չէի լսել այդ երկրի անունները, անդադ քարտեզները նայում ես այդ երկիրը որտեղ է, ասեն։ Ու եւ մենք ընտրում ենք, սովորաբար մենք ունենք արդեն մեր թիմում ձևավորված ձևաչափեր, որով ընտրում ենք այդ ֆիլմերը, ասենք, լավ դերասանական խաղ, ինչ որ բաներից ելնելով եւ այդ քանակությունը արդեն երբ գնում է շորտ, տալիս ենք ժյուրին։ Եվ ամեն անգամ այդ շատ սուբյեկտիվ ամբողջ աշխարհի փառատոններն են ու շատ հետաքրքիր է թե ինչպես են ժյուրիները տանում իրենց կողմ, դա այն ֆավորիտները կարողա որ մեր համար են, իրանք ընդհանրապես չընտրվեն եւ ընտրվեն այն ֆիլմերը, որոնք հենց ժյուրին է համարել այդ պահին, այդ տրամադրությամբ, ժամանակի երևի արդիականության պատճառով, ինչ որ շատ սուբյեկտիվ ընտրություն է եւ այս տարի չէր տարբերում մյուս տարիներից այն բանով, որ ինչ որ արտառոց բան կար, որ ինչ որ ֆիլմեր ընտրեցին, որոնք մենք ընդհանրապես չենք պատկերացնում, որտեղ այս տարի կային լիդերներ, լավ ֆիլմեր, որոնք արդեն հասկանում ենք, որ պետք է այդ ֆիլմերը երևի թե կընտրեն եւ այդպես էլ ընտրեցին։ Ժյուրին քննարկում է իր ամբողջը փակ է, մենք չունենք եւ ես չեմ կարող ասել ինչ այնտեղ էմոցիաներ ա եղել, որովհետեւ մենք չենք խառնում որպես փառատոնի կազմակերպիչներ ընտրությանը։ Մենք շորտը կազմում ենք եւ տալիս ենք եւ անգամ մեր համար է շատ հետաքրքիր եւ հանում են եւ մենք ինքներս հասկանում ենք թե որ ֆիլմը հաղթեց եւ որ ֆիլմը չհաղթեց։ 12 անվանակարգեր, եկեք հասկանանք որոնք էին դրանք, նշեցիք, որ իհարկե ամեն ինչ շատ հարթ է գնաց արտարոց բան չի եղել, բայց որ անվանակարգերը տարեստարի փոխվում են, թե իրանք շատ կոնստանտ մնում են։ Անվանակարգերը նույնն են, կարդալ։ Խնդրի պրոստես ակնոցով չեմ կամ կարդալ։ Մեր անվանակարգերն են։ Կարակ չեմ հիշում։ Հա, շատ են անվանակարգերը։ Բայց ինձ հետաքրքիր է կար մի ֆիլմ, որը հատուկ ուշադրության արժանացավ եւ այդ ֆիլմի մասին օրինակ ավելի ուրիշ հարթակներում էլ հնարավոր եղել լսել կամ ռեժիսորները, որոնց աշխատանքը տեսնելիս ասում եք այ վերջ շատ լուրջ մասնագետ ենք դաշտում ունենալու։ Ես պրոստո հիմա մի քիչ չէի ուզել մարդկանց անուններ տալ, որովհետեւ բոլորի ֆիլմերը շատ լավն էին իրականում, շատ հետաքրքիր են, ասեմ որ այս տարի ունեինք մեզ հայտ էին ուղարկել
երևի մոտ 5 ֆիլմ, որոնք մասնակցել են Կանի փառատոն եւ անգամ հաղթել են Կանի փառատոն, Բեռլինից ֆիլմեր ունենք Լա Կարնոյից, այսինքն A կլասի փառատոններից, որոնք ուղարկել են այնտեղ մասնակցելուց հետո ուղարկել են մեզ։ Ասեմ, որ մեր փառատոնը Freeway հարթակում ոսկե նշան է ստացել, որը նշանակում է, որ մենք մտել ենք լավագույն 10-յակ փառատոն, աշխարհի լավագույն 10-յակ փառատոնների մեջ։ Այդ ամեն այդ ռեյտինգը, որ տրվում է ըստ մասնակիցների, որոնք գալիս են Հայաստան եւ այդ իրանց ստացածի հետևանքով այնտեղ ռևյուներ են գրում, ասենք աստղեր են դնում եւ դրա պատճառով մեր ռեյտինգը շատ բարձրանում է եւ տարի ավելի շատ հեղինակային ընկերություններ ուղարկում են հաղթած Կանի փառատոնի կամ մնացած A կլասի փառատոնների հաղթած ֆիլմերը մեր կոնկուրսին։ Ասեմ, որ այնպես չի, որ նրանք շատերը անցնում են։ Պարսկական ֆիլմ կար, բացման ֆիլմը, որ ինձ շատ դուր եկավ։ Ընդհանրապես պարսիկները առանձին դեր են խաղում պարսկական ֆիլմերը մեր փառատոնում, որովհետև համ մեր հարևաններն հավելյալ շատ ակտիվ են։ Եթե ուրիշ երկրեր, ինչպես Ռուսաստան, Ֆրանսիա, մեծ երկրերը ուղարկում են, ասենք 60, 100, 150 հայտ, նրանք կարող են ուղարկեն 200 հայտ, շատ քանակության են նկարում, իհարկե կան եւ թույլ ֆիլմեր եւ շատ ուժեղ ֆիլմեր, եւ ուժեղ ֆիլմերը միշտ կան պարսկական։ Հրաշալի։ Եվ վերջում, եթե փորձենք մի փոքր ավելի կարճ պատասխանել, յուրաքանչյուր նմանատիպ փառատոնի հետևելիս դու կարող ես վերլուծություն անել, հասկանալով, որ թեմաներն են ռեժիսորների համար այս տարի եղել ամենաարդիականը։ Եթե խոսենք այս փառատոնից, որն էր այն թեման, որը ամենահաճախն է հանդիպել այս փառատոնի շրջանակներում։ Ես ել եմ խոսացել այդ թեմայի շուրջ, որ ընդհանրապես մեծ լիամետրաժ ֆիլմերում քաղաքականությունը, տնտեսական վիճակը արտացոլվում է։ Հետաքրքիր բանը տեղի ունեմ կարճամետրաժ ֆիլմերի մեջ, երբ այդ չի արտացոլում։ Նրանք կյանքի մասին են, ընտանիքի մասին են եւ ավելի նեյտրալ են ընդհանուր մթնոլորտի եւ քաղաքականությունից, դա էլ ինչ որ իր սպეციფիկան ունի։ Իրականում ես ուզում եմ անպայման նշել, քանի մեր ժամանակը չի ավարտվել, որ այս տարի նաև մենք ունեցել ենք բացառիկ ընկերություններ, որոնք բացառիկ քանակության ընկերություններ, որոնք մեզ աջակից են եղել, մեր գործընկերներն են եղել, կարևորը Երևանի քաղաքապետարանն է, մեր գլխավոր հովանավորը եւ Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը, ԿԳՄՍ նախարարությունը եւ շատ ուրախ ենք, որ արդեն մի քանի տարի իրենք մեր կողքին են եւ մենք կարողանում ենք դրա շնորհիվ ավելի հետաքրքիր, ավելի բովանդակալի սարքել մեր փառատոնը։ Բայց մի այսպիսի հարց ունեմ, ես տեսա, որ հայ-ռուսական սլավոնական համալսարանից հաղթող էր եղել, անդրադարձել էին։ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ակտիվությունը ինչպես կգնահատեք ուսանողների ակտիվությունը եւ առհասարակ ուսանողների ակտիվությունը եւ ինչ կարող ենք փոխանցել մեր եթերից նրանց, որ գուցե ավելի ակտիվ լինեն, ավելի շատ մասնակցեն։ Ես չգիտեմ ինչի է դա կախված, դուք ճիշտ եք, այնպես ես ինքս դասավանդում եմ թատրոնի եւ կինոյի ինստիտուտում եւ շատ լավ երեխեք կան։ Ես չգիտեմ ինչի հետ է կապված, որ սլավոնականը շատ ավելի ակտիվ է միշտ։ Փառատոնային ակտիվությունը իրենց մոտ ավելի ռիսկով են, հա, տենց ասենք, ավելի ռիսկով են, ուղարկում են չվախենալով իրանց ֆիլմը կքննադատվի, մեր թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ավելի երևի ավելի չվախենում են, ամանչում են, չգիտեմ, կամ չեմ կարող ես ուսանողների փոխարեն ասել, բայց միանշանակ սլավոնականը ամեն տարի շատ ակտիվ է, չվախենալ ու նշեմ, որ կինոդպրոց բանը private է, էլի, չէ, ինքը պետական չի, կինոդպրոցը, մասնավոր կինոդպրոց է, որը շատ ակտիվ են, անընդհատ բերում են ցանկացած ֆիլմ, այդ շատ կարևոր է։ Ես կհորդորեի բոլոր մեր ուսանողներին ընդհանրապես մի վախեցեք, բերեք ցանկացած ֆիլմ, ինչ որ մեկ կարող կողքից չի ստացվել, ինչ որ ցանկացած նյութ, որը ֆիլմի տեսքով ուղարկեք, անգամ եթե չընտրվի կամ ընտրվի, դուք չեք կարող իմանալ, թե այդ ինչ կլինի, կինոդպրոցը շատ ակտիվ եւ ամեն տարի տեսնում ենք, թե ինչպես են աճում այդ երեխեքը,
այդ իրանց բանի պատճառով, որ անդադ գնում են առաջ, չեն վախենում ոչինչից եւ ստեղծում են իրենց ինչ-որ ֆիլմեր։ Շատ լավ շնորհակալություն, հուսով ենք, որ արդեն Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ վիճակագրությունը ավելի դրական կլինի եւ կփոփոխվի։ Շնորհակալություն, հիշեցնենք մեր տաղավարում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը, իսկ հիմա մենք շարժվում ենք առաջ, դեռ եթերում ենք լինելու, որովհետեւ դեռ կեսօր չէ, գնում ենք լսենք երաժշտություն, վերադառնանք ու շարունակենք։ գնացինք։